մեր երկրի հարատևությունն է։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի հարատև հայկական պետություն կառուցենք, թույլ չտանք, որպեսզի ներսից ու դրսից այդ պետությունը նորից քանդել։ Վերջ, այս չի լինելու։ Մենք մեր պետությունը պահելու ենք ու ինքը լինելու է մեր հայկական հարատև պետությունը։ Չի կարող գոյատևել եւ զարգանալ մեր ազգը, եթե նա չունենա պետություն։ Հայկական ուժը, հայկական կարողությունը հսկայական է, եւ նյութական, եւ հոգեվոր, եւ մտավոր, եւ արժեքային։ Մեր համար կարևոր է, որ մեր սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները մշտապես դիտարկեն մեր երկիրը որպես իրենց կարողությունների ներդրման կենտրոն։ Մենք պետք է համախմբված լինենք միշտ մշտապես արտաքին վտանգի դեմ պայքարելու համար։ Մեր նպատակն է ստեղծել բանակի համար առնվազն տեղնակի թվականակ ունեցող ակտիվ պայստազոր, որ գծագրված կլինի զորամասերի եւ պարբերական հավաքների անցկացնի։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանում շահեր ունեցող յուրաքանչյուր ոք պետք է մասնակցություն ունենա երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը։ Ու մենք գիտենք ինչ է նշանակում ժամանակակից մարդունակ արդյունավետ բանակ կառուցել։ Մենք չենք կարող ունենալ աշխարհի ամենամեծ բանակը։ Մենք ոչ Չինաստանն ենք, ոչ Միացյալ Նահանգները։ Բայց այս տարածաշրջանում մենք կարող ենք ունենալ լավագույնը, ինչպես ունեցել ենք։ Երբ որ դրա վրա ենք կենտրոնացած եղել, երբ որ մեր ամբողջ ազգը որոշել է, որ պետք է Արցախում հաղթել եւ ամեն ինչ տալ բանակին 90-ական թվերին։ Մենք թույլ չենք տալու, որ մեր երկիրը դառնա գերտերությունների միջև մարտադաշտ, մրցակցության առարկա։ Դա անթույլատրելի է, որ երկիրը, որ գնացել է այդ ճանապարհով, նա անդամահատվել է, մենք տեսել ենք արդեն։ Մենք 50%-ով բարձրացնելու ենք սպորտի ֆինանսավորումը եւ խթանելու ենք առողջ ապրելակերպը ամբողջ երկրում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի երկրի ամբողջ բնակչության համար իրականացվի պարտադիր ստուգում, կանխարգելիչ ստուգում, տարեկան գոնե մեկ անգամ։ Ոչ մի բնակիչ այդ պարտադիր ստուգման, տեստավորման համակարգից չի խուսափելու։ Մենք պարտավորվելու ենք եւ իրականացնում ենք միջոցառումներ, որոնց արդյունքում դեղերի գինը Հայաստան միջեցնել են 40 եւ 50%-ով։ Քանի որ մենք ասում ենք, որ մեր կրթությունը լինելու է հարսանելի, որակյալ ու արդյունավետ, 12-ամյա կրթությունը արդյունավետ չէ եւ մեր առաջարկն է դպրոցը դարձնել 11-ամյա, ավագ դպրոցը կրճատել 1 տարով։ Ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով սովորողներին բարձր կրթաթոշակներ։ Բնակարանաշինության պետական ծրագրեր էլի մարզային ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար այստեղ ենք մենք տեսնում մարզերի համաչափ զարգացումը ինչպես պետք է աջակցենք։ Մենք չենք թողնելու, որ գիտությունների ազգային ակադեմիան մահանա։ Համախառն ներքին արդյունքի 1%-ի չափով ենք դարձնելու գիտության ֆինանսավորում։ Այսօր 0.3%-ն է, առնվազն եռապատկելու ենք 5 տարվա ընթացքում։ Հայկական քվե կուսակցության քաղաքական ծրագրում մշակույթը պարզապես կցորդ ոլորտ չպետք է լինի։ Այն ազգային ինքնության անվտանգության երաշխիքն է եւ պետք է այդպես է լինի։ Եկեղեցու գույքը պետք է մնա եկեղեցու տիրապետության ներքո։ Պետությունը կարող է աջակցություն ցուցաբերել, վերականգնել, սակայն ոչ մի կերպ չպետք է միջամտի դրա տնօրինմանը։ Հետևաբար նաև ստեղծելու ենք պետություն եկեղեցի համատեղ վերահսկողական խորհուրդ, իհարկե համագործակցային հստակ ձևաչափով։ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության շարունակությունը պիտի լինի, ոչ թե երկու տարբեր բան։ Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետությունում որոշումների կայացման գործընթացներին բոլոր մակարդակներում։ Դրա համար ապահովելու ենք ինստիտուցիոնալ եւ օրենսդրական երաշխիքներ։ Անհրաժեշտության դեպքում սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է կանգնած լինի հայոց լեզվի պաշտպանության թիկունքում։ Հետամուտ ենք լինելու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, որի մասին ըստ էության մոռացել են։ Կներդրենք արդյունավետ կառավարման համակարգ, որի համար կարևորում ենք վստահության վերադարձը դեպի պետական համակարգ։ Քաղաքացին պետք է ընտրի ոչ թե կուսակցությունների ցուցակներ, այլ անձերի, որոնք անհատական պատասխանատվություն են կրելու իրենց իսկ ընտրողի առաջ։ Հաջորդը կձևավորենք անկախ դատական համակարգ։ Նայեք, դուք տեսնում եք, որ մեր խնդիրները գալիս են նաև անկախ դատական համակարգի բացակայությունից։ Երբ որ նորից
քաղաքական իշխանությունը կարողանում է վերահսկել ամենակարևոր թերևս իշխանական թևերից մեկի դատական համակարգի նկատմամբ։ Սրա պատճառները շատ են, դրա մասին կարելի է մի օր առանձին խոսել, բայց մեր առաջարկները հետևյալն են։ Նախ մենք գտնում ենք, որ պետք է ստեղծի գերագույն դատարան միավորելով սահմանադրական եւ ճռաբեկ դատարանները։ Եվ այս միավորումը կբերի նրան, որ սա լինի առանձին եւ բավականին հզոր մարմին, որը կարողանա հենց ապահովել դատարանների անկախությունը։